Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ, այլ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Առանց Արցախի չի լինելու Հայաստան։ Թշնամին միայն Արցախով չի բավարարվելու։ Եվ երբ մենք համաձայնեցինք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չմնացին։ Արցախը հայաթափվեց եւ բռնազավթվեց։ Թշնամուն հողն է պետք։ Եվ Արցախի բռնազավթումից հետո ադրբեջանցիները մտնելու են Սյունիք, ապա հասնելու են ընդհուպ Երևան։ Ինչու էին ազգային ուժերն անցնող 4.5 տարում կռիվ տալիս, որ Արցախն ամեն գնով զերծ պահեն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց։ Ինչու էին պնդում, որ ազգային ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Որևէ իշխանություն չճանաչեց Արցախը պատճառաբանելով, թե ընթանում են բանակցություններ, եւ եթե ճանաչեն, պատերազմ կսկսվի։ Չճանաչեցին, բայց պատերազմը եղավ։ Մենք պատրաստ չէինք 44-օրյա պատերազմին, քանի որ այս իշխանության օրոք բանակը բարձի թողի վիճակում էր, եւ այդ պայմաններում մենք ոչ միայն պատերազմը տանուլ տվինք, այլև խաղաղ պայմաններում շարունակում ենք զինվորների կորցնել։ Ազատ գյուղի կացարանի երկամյա վաղեմության դեպքի օրինակով համոզվեցինք, թե ինչ պայմաններում են ապրում մեր զինվորները։ Որևէ պատասխանատվություն չհաջորդեց։ Առանց նախաքննության եւ լուրջ բարձաբանումների մի շարք զինվորականների պաշտոնազրկեցին, մինչդեռ պետք էր գտնել իրական պատասխանատուներին։ Փառք ու պատիվ Արցախի հերոս ժողովրդին, որ մոտ 10 ամիս կարողացան դիմանալ շրջափակմանը եւ մնալ այնտեղ, իսկ վերջում էլ ճարահատ կռիվ տվին թշնամու դեմ, թիկունքից լքված եւ դավաճանված։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ եւ հայտարարեց՝ սա Հայաստանը եւ վերջ, կրկնելով Լեոնիդ Ազգալդյանի 1992-ին ասված խոսքերը։ Ցավոք Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չեն տվել, բայց պարտավոր էին։ Իշխանության փոխվելուց հետո նրան պետք է արժանացնել այդ կոչմանը։ Փաշինյանն ասում էր, թե սկսում է իր կետից եւ էական չէ նախկինում ինչ են բանակցել։ Պաշտպանության նախարարը հայտարարում էր նոր պատերազմ, նոր տարածքներ, հնարավորություն տալով Ադրբեջանին պատերազմ սկսելու, այսինքն իրադրությունը սրեցին, երբ պատերազմին մենք պատրաստ չէինք եւ արդյունքները տեսանելի են։ Այս իշխանությունը գնել էր կործանիչներ առանց զինամթերքի, իսկ պատերազմի ընթացքում Իսկանդեր հզորագույն զինատեսակը չկարողացան օգտագործել, մինչդեռ կարող էին խոցել Ադրբեջանի նավթամուղերը, գազամուղերն ու Մինգեչաուրի ջրամբարը։ Չէ՞ որ թշնամին խոցում էր Ստեփանակերտը, խաղաղ բնակչությանը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Օդը բաց էր, պատերազմն անհավասար։ Մեր դեմ դուրս եկան Ադրբեջանը, նրա հզորագույն դաշնակից Թուրքիան, թուրք զինվորները, ՆԱՏՕ-ի հրահանգիչները, սիրիացի վարձկանները, Իսրայելը, Պակիստանը, Ուկրաինան, որոնք ռազմական տեխնիկա էին մատակարարում Ադրբեջանին։ Կապիտուլյացիայից հետո բոլոր թուրքալեզու ժողովուրդները շնորհավորեցին Ադրբեջանին։ Մեր զինվորներն ու կամավորականները կռվել են հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին։ Մենք չենք կարող մեղադրել մեր զինվորականությանը, բանակին, կամավորներին։ Մեղավորն իշխանությունն էր, որը չօգտագործեց իր դիվանագիտական հնարավորություններն այն պետությունների հետ, որոնք լուրջ հակասություններ ունեն Թուրքիայի հետ։ Կարելի է համագործակցություն ձևավորել Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի հետ։ Պարտված պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մի շարք զինվորականների տվեցին ազգային հերոսի կոչում։ Այդ նույն հերոսների հանդեպ հարուցեցին քրեական գործեր, այսինքն արժեզրկվեց ազգային հերոս հասկացությունը։ Փաշինյանը հողատու ցեղասման է մեր հայ ազգի նկատմամբ։ Ինքը դավաճան է։ Պետք է ժողովուրդը համախմբվեն, միասնական դառնան, որ այս թուրք իշխանությանը վռնդեն։ Միայն պայքարով պետք է վռնդեք այս թուրք իշխանությանը, ուրիշ տարբերակ չկա։ Թե չէ այս երկիրը տանում է կործանման։ Պարզ եւ անկեղծ ասեմ, Փաշինյանը Ալիևի կամակատարն է ցավոք սրտի։ Ինչ ասում են, նա կատարում է։ Շատ խելոք։ Նրա կողմից ոչ մի բան չի ասում, չկա, ոչ մի բան չկա։ Իր կամակատարն է։ Բնականաբար կամակատարները պետք է ենթարկվեն, ուրիշ տարբերակ չունեն։ Որովհետև ինքը եկել է հատուկ առաքելությամբ 18 թվականին, ինքը եկել է Արցախ հանձնելուն, իրան բերել են այն ուժերը, որոնց այսինքն պետք էր Արցախը հանձնել եւ Հայաստանի պետականությանը վերջ տալ։ Դրանք արդեն արտասահմանյան ուժեր են, դրանցից մեկը Սորոսի հիմնադրամն է, որը իր ֆինանսավորվել է այդպիսի ուժերին հլշաշ շուտվանից դեռ 90-ականների վերջերից։ Դրա համար ինքն իրենց բան էր պարունակում, ինքը խաբում էր ժողովրդին, այդքան ժամանակ ինքը խաբում էր,
ինքը խաբեբայ է, ինքը դավաճան է, ինքը պետքա հեռանա եւ իր բոլոր այսինքն հանցանքների համար ինքը պետքա պատասխանատվություն տա։ Եվ պատերազմում պարտության եւ այսօրվա բանակի կարևորագույն պատասխանատուներից մեկը բնականաբար պաշտպանության նախարարն է, նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Իսկ կարևորագույն ամենաառանցքային մեղավորն ու պատասխանատուն իհարկե ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարն է, վարչախմբի պարագլուխը։ Շատ ցավալի է, որ Փաշինյանի պես մեկն է մեր երկիրը ներկայացնում միջազգային հարաբերություններում։ Դա պետք է նվաստացուցիչ լինի յուրաքանչյուր հայի համար։ Այդպես չպետք է լինի։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։